Երկու օր առաջ արհերուստաընկերությունը հաղորդաշար էր պատրաստել, որի շրջանակներում Հայրատի գրասենյակի պատասխանատու Կիրոն Մանոյանը կարծես թե կոնկրետ հայտարարություններ էր հնչեցրել Արևմտահայոց ազգային համագումարի գործունեության հետ կապված եւ այնտեղ նաեւ մեկնաբանություն էր տրվել, որ Թուրքիայի իշխանություններից քաղաքացիություն է խնդրել ձեր խորհուրդը, ձեր կազմակերպությունը կխնդրեի դրա հետ կապված ձեր մեկնաբանությունը ներկայացնեիք եւ կոնկրետ ինչու՞ն է խնդիրը եղել ընդհանրապես։ Անկեղծ ասած ինձ համար աբսուրդ էր, երբ որ նման հարցով մեզ դիմեցին արհերուստաընկերությունից։ Ճիշտ ասած ես խնդրեցի, որ գան, որպեսզի ավելի ասած խոսենք միասին անմիջական եւ ասեմ, որտեղից է գալիս նման ուրեմն հայտարարության անհեթեթությունը, էլի, ապա կողմնորոշված լինելու, ապա տեղեկատվությունը։ Եվ ի զարմանս ինչ շատ զարմացա, որ դա անողը Կիրոն Մանոյանն էր, որովհետև հստակ հնչեցրեց մեր կազմակերպության անունը եւ ուրեմն այսպես այնպիսի համոզիչ խելացի աչքեր դեմ կընդունելով խոսում էր Արևմտահայոց ազգային համագումարի այն գործառույթի մասին, թե իբրև մենք քաղաքացիություն մեր կազմակերպությունը քաղաքացիություն է խնդրում։ Սա գալիս է ուրեմն քիչ շփվելուց իր մասին մեծ կարծիք ունենալուց եւ բնականաբար ես հասկանում եմ ուրեմն սեփականաշնորհված տարածք մտնելու փորձի ուրեմն այսպես ասեմ արտահայտման մի ձև, հա, վերաբերմունք ցույց տալու մի ձև։ Ուրեմն հայտարարում եմ, որ բազմիցս եղել են առիթներ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ամերիկայում, Արգենտինայում, Եվրոպայում եւ Հայաստանում մի քանի անգամ ասել են եկեք հանդիպենք, որպեսզի ճիշտ ճանաչենք իրար, որպեսզի ավելի լավ ճանաչենք, որպեսզի մեկս մյուսին չխանգարենք, մեր բոլոր ուժերը մեկս մյուսի դեմ չկենտրոնացնենք, այլ ուղղորդենք դեպի մեր պատմական հայրենիքը կամ այսօրվա թուրքական իշխանությունների, դա, բայց բանից պարզվում է, որ այս մարդիկ, չգիտես ինչու, նստած տուն է երևի, դե բնականաբար ես հասկանում եմ, որ բազմաթիվ տարիներ, երկարատև տարիներ դա մենաշնոր են համարել, հա, մեկ էլ հանկարծ քնից արտանում են եւ նման հայտարարություն են առանց հիմքեր ունենալու։ Ես սա ներողություն եմ խնդրում, խոսքս հանգարց թող չընկալվի դաշնակցության ուղղված, որովհետեւ ասենք, բան, սա ես անձնական ուղղում եմ Կիրոյին։ Անձամբ ուղղում եմ Կիրոյին, որովհետեւ դաշնակցությունը հավատացած է, որ խելացի կգտնվի եւ ղեկավարները դաշնակցական այս ուրեմն խաղի մեջ չեն մտնի, որովհետեւ սա մեկը մյուսին չխանգարող գործառույթներ են, լավ, ամեն մեկը ունի իր տեսակետը, ամեն մեկը ունի իր հայեցակարգը այս մեր հայկական հարցի լուծման եւ հավատացած է, որ երբեք մեկը մյուսին վնաս չի։ Կոնկրետ մենք անընդհատ նույն իշխող կուսակցությունը ասում է, որ պետք է պայքարենք ոչ թե ընդդեմի, այլ հանունի։ Այսինքն մենք բոլորս հայենք, բոլորս մի կողմ։ Ես հայտարարում եմ, որ ինչ է կանում Կիրոն Մանոյան, ինչ է ուզում անել եւ ինչ է ուզում։ Ուրեմն կան բազմաթիվ կազմակերպություններ կան, անկախ նրանից մենք համամիտ ենք, թե համամիտ չենք, երբեք չենք ասել, որ գիտեք ինչ կա, դուք ճիշտ չեք, դուք սխալ եք, մենք ճիշտ ենք։ Չկա նման բան, ովքեր զբաղված են հայկական հարցով, իմ եղբայրներն են, իմ հարազատներն են։ Ուղղակի այստեղ տեսակետների խնդիր կա, տարբեր անկյուններից մոտենալու խնդիր կա։ Եվ թող ոչ ոք չմտածի, որ իր անկյունը ամենաճիշտ անկյունն է։ Ուրեմն կան տարբեր մոտեցումներ, ել եմ կրկնում, տարբեր մարտահրավերներ կան վերջիվերջո։ Եթե 20-30 տարի առաջ այլ մարտահրավերներին, ապա այսօր փոխվել են դրանք։ Եվ տարբեր մոտեցումներ կան, տարբեր ճանապարհներ կան։ Դրա համար ուղղակի ես խորհուրդ կտամ, որ այն մեկ կան տղաների տեսակներ, պատի հետևից, որ գլուխը մի քիչ բարձրացնեն հարևանին հայոյում ու էլի պահվում է, չէ՞, ասենց։ Թող այդ տղային չնմանվի Կիրոն, էլի պետք չի։ Պարոն Նախոյան, կոնկրետ ինչ խնդիր է լուծում ձեր ազգային համագումարը եւ ինչը ձեզ տարավ դեպի արևմտյան հայաստան։ Ուրեմն ասեմ, ես սա չէր լինի իմ կողմից մեր կազմակերպությունը, եթե պրակտիկ աշխատանքը չլիներ արևմտյան Հայաստանում։ Հավատացեք, որ մի ամբողջ մի ինստիտուտի գործառույթ ենք իրականացնում եւ ուսումնասիրություններ կապված եւ